Հաղարծի վանքի հետագա գործունեությունը ևս բավական բուռն է եղել։ Այս մասին հիշատակում են պատմիչներ Կիրակոս Գանձակեցին և Ստեփանոս Օրբելյանը, և նաև հետաքրքիր է, որ Հաղարծնի վանքի մասին նշվում է նաև Կոստանդին առաջին բարձրբերձի կաթողիկոսի կողմից ուղարկված նամակի առնչությամբ։ Բանն այն է, որ 1243 թվականին, երբ քննարկվում էր Սսում համապատասխան միության առաջարկը Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից, նրա հետ կապված բավականին հետաքրքիր մոտեցում ուներ Կիլիկիայում հայոց կաթողիկոսությունը և թագավորությունը նույնպես, նրանք Կոստանդին բարձրբերձի կաթողիկոսը և հետում առաջին թագավորը կարևոր էին համարում արևելյան վարդապետների տեսակետը այս հարցի առնչությամբ և ուղղվել է նամակ 1246 թվականին արևելյան վարդապետներին և պետք է քննարկեին անպայման այս հարցերի առնչությամբ փաստորեն հայոց եկեղեցու ընդհանրական դիրքորոշումը և հայոց թագավորության դիրքորոշումը և ստացվում է, որ Կիլիկյան մեր էլիտան անպայման հաշվի էր նստում հայաստանյան էլիտայի հետ և բնականաբար այստեղ այդ վարդապետների շարքում բնականաբար Հաղարծնի վանքի միաբանության փաստորեն նաև տեսակետն էր անպայման նկատի Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։